Ադրբեջանի զուստորաբաժանումները ապրիլի 20-ին ժամը 2:30-ի սահմաններում կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը, նշելով, որ տուժածներ չկան։ Հայաստանի ռազմական գերատեսչությունը ադրբեջանական կողմին կոչ է անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ 88 տարեկան հասակում ապրիլի 21-ին մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, նա ծնվել է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում, եղել Հռոմի կաթոլիկ եկեղեցու 266-րդ Պապը։ Հռոմի Պապ ընտրվելուց հետո վերածվել է Ֆրանցիսկոս անունը ի պատիվ Սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցու։ Ֆրանցիսկոսն առաջին ճիվիտ Պապն է, առաջին Պապը Լատինական Ամերիկայից, առաջինը հարավային կիսագնդից եւ առաջին ոչ եվրոպացի Պապը Սիրիայից Գրիգոր 3-րդ Պապից հետո, ով վախճանվել է 741 թվականին։ Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող մոսկվացի 10-ամյա Արիաննա Բաղդասարյանը Դուբայում կայացած գեղարվեստական մարմնամարզության ակումբային լիգայի Challenge Cup շարքի մրցաշարում նվաճել է ոսկե մեդալ։ Բազմամարտի երկու ձևերում հոբ եւ գնդակ Արիաննան ընդհանուր առմամբ վաստակել է 42.25 միավոր, դառնալով առաջին գոլդ կատեգորիայի 6 մասնակիցներից մեկը։ Սուրբ Զատիկի պատարագի նախաշեմի Երուսաղեմի տաճարում 3 հոգևորական բարձրացրել են Արցախի դրոշը։ Տեսանյութը արդեն մի քանի օր է ակտիվ շրջանառվում է համացանցում։ Մոլդովայում ավարտի մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ոգուն վարժությունում Գարիկ Կարապետյանը նվաճել է ոսկե մեդալ, Սիմոն Մարտիրոսյանն էլ արծաթե մեդալ։ Սրան զուգահեռ Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանն էլ նվաճել է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթը։ Հայ մարզիկը 5-րդ ռաունդում վաստակել է 14.449 միավոր եւ դարձել չեմպիոն։ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գարիկ Կարապետյանն է։